Պարզաբանում եմ դատարկ ոչվել է որպես բուժող արձակնվելու համար, մենք ընդրում ոսի հանդավանքների մասը։ Պոլիսի 20-ից առավոտյան ժամանակ ստացող վնասված շահրատային մաս կոտրված սարժատող է հարիվ մատսից։ Ուղե է սարժատ։ Այո։ Հլը մի ռոպե, հլը կագնի դու։ Դու, ինչ կար ծիծաղելու ուղեղի սարժատ։ Ես էի ծիծաղում ուղեղի սարժատ, հաստատողության Ես գիտեմ դուք ինչ ասեք ձեր անուն ազգանունը։ Սոնա Թամարյան, դատականիստի դալիճից, խանգարում եմ ինձ։ Չեմ խանգարել ես։ Հա, հիմա դուք դատականիստն պետք է ներկայացնի։ Այս դիստին դուք եք, հաջորդ դիստին կներկայացնի։ Չեմ խանգարել։ Հաջորդ դիստին Ես բարձրաձայն չեմ ծիծաղում։ Ժամանակ երբ որ զորքը գնաց առաջ, ներքին զորքերի ծառայողները շղթան գնաց առաջ, ես ես ինձ հետևից գնաց, այս ժամանակ քաղաքեցին ինձ։ Ու այդ ընթացքում դեռ շատ ենք թողնում։ Ապակեվի գծում չգիտեմ շիշ, կհալ, ամեն ինչ, ինչ-որ գնացը։ Այդ ժամանակ մեկ մեկը պավ ինձ։ Ոտից միացումից ինձ տանը վանտանից։ Մասված կշկի։ Խնդրեմ արդ։ Արգելի տուրով, դեմքի նկատվող մոտ 7 սանտիմետր երկարությամբ սպին, այդ հարվածի է տևանում։ Այսինքն հասկանալով դրա տեղակայումից բնույթից է ձեր նկարագրած հանգամանքներից, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից դա ծանր մարմնական վնասվածք է։ Կարելի է հասկանալ, որ ձեր վրա չի եղել պաշտպանական միջոցներ։ Այսինքն բոլոր այն կարող են կարձանագրել, որ բոլոր այն ծառայողները, եթե չունենային պաշտպանական հատուկ միջոցներ, ապա հնարավորություն կա նմանատիպ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու։ Իսկ տվյալ քարը, որը ձեզ պատճառել է մարմնական վնասվածքան, խոշոր դուտարական, նետվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, թե այն ժողովրդային ներկայացուցիչների, ովքեր հավաքված են նրանց դիմաց։ Ոստիկանության դիմաց ժողովրդու ուզմելանցների կողմ, հենց միանց կողմ, զորամասի կողմ ուզմելանցներ։ Իսկ տվյալ մարմնական վնասվածքի կապակցությամբ դուք ողորկ պահանջում եք։ Շեմ ինչ ողորկ Շնորհակալություն Ալիսացի։ Խնդրեմ պաշտպանողը։ Արոտ Խանդոյան ձեզ հարվածել է։ Ես ինձ չեմ տեսել, որ հարվածել է, ինձ հարվածողին էլ չեմ տեսել։ Կոնկրետ ես տեսնում, որ ժողովրդի կողմից շատ բաներ գցում են, որ վնասել տան։ Դուք նշեցիք, որ ծառայություն եք իրականացնում, դուք ի սկզբանե եք այդ ծառայությունն իրականացնում, թե համալրում եք եկել։ Համալրում ենք, գնում ենք լավեսնում։ Համալրում գալիս եք, համալրում եք, իսկ որ համալրում եք գալի, համալրում գալուց դուք ձեր պաշտպանական միջոցները չեք գրում, դա ձեզ հարիր չէ, թե հրամաններ տենց, որ դուք առանց պաշտպանական որ ես օրինակ կարելի հատուկ միջոցներ։ Ուղղակի հարիր չէ, հակնեք։ Ինձ հարմոտ ես չկարեմ, ես ձեր տավելոտ հարցեն չեմ պատասխանում։ Չէ, մի րոպե։ Նախ դուք պարտավոր եք պատասխանել ցանկացած հարցի, ինչը դատարանը այն չանի։ Հիմա հարցը տրվեց հարիր չէ ձեզ, այսինքն դուք չէիք գտնում պիտի գրեիք, թե ուրիշ բան կար, դուք ասացիք, որ հրաման չկար գրելու։ Ունեք լրացնելու այդ պատասխանը։ Ալվիր դատան, ես ճիշտ ասած չէի կարծում, որ այսպիսի վնաս կարող լինի ինձի, ուրիշ մոդայի քաղաքն է։ Հաջորդ հարցի։ Այսինքն դուք տեսնում եք բախումները ու չեք մտածում, որ բախումների հետևանքով այդ սենց մի հատ բան է, պես դուք ասում եք ժողովրդի կողմից նետված քարից դուք ստացել եք վնասված։ Իսկ հնարավոր է ձեր կողմից նետված քարից ժողովրդի նույն վնասվածքը ժողովրդի մոտ առաջանար։ Մեր կողմից քաչի նետվում։ Ես չեմ մտածում դες բաներ։ Հաջորդ հարց։ Արգելի տուժող, դուք դա վստահաբար եք ասում, որ ձեր կողմից քար չնետվե, թե ուղղակի վստահաբար ասում եք։ Նախաքննության ընթացքում արձակնվել եք ցուցմունքների, ճիշտ են ձեր ցուցմունքները, լրացնելու որևէ բան ունեք ձեր արձակնության։ Արգելի դատավորության մասնակիցներ միշտ օգնան փոփոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունը եւ օգտվելով այն հանգամանքից, որ դեռևս աշխատանքային օրվան բավական ժամանակ կա եւ որպեսզի նիստերը անհարկի չհետաձգվի այն պատճառաբանություններով, թե պետք է բոլոր դժողներին լսենք հետո նոր անցնենք մյուս ապացույցների հետազոտմանը, միջնորդում եմ հետազոտել գործում առկա իրավեն ապացույց Խանդոյանի հագուստները եւ տեսագրությունը, որպեսզի
եւ դատարանի եւ հավաքված բոլոր անձանց պարզ դառնա, թե կոմպլետ Խանդոյանը ինչու է մեղադրվում, ինչու է կայանում նրան առաջադրված մեղադրանքը եւ տվյալորեն նա ինչ գործողություններ կատարել։ Դրա համար խնդրում եմ թույլ տալ հնարավորության դեպքում հրապարակել տեսագրությունը եւ հետազոտել դեպքի օրը Խանդոյանի եղած հակին եղած հակուսները։ Ուրեմն կարող եմ բացել։ Հարավետական պաշտպանական կողմերն է, քանի որ այս սահմանված ապացույցների հետազոտման հաջորդականություն եւ պաշտպանական տակտիկայից ելնելով պետք է բոլոր դժողները արձակվեն նոր անցնենք այդ ապացույցների հետազոտմանը։ Որովհետեւ այսօր ապացույցների փուլում վկաները տալիս են 50 շարքին առաջ եկեք, տուժողների կեսը տալիս են 15 շարքին առաջ եկեք, տուժողների կեսը տալիս են 4 շարքին առաջ եկեք, դա արդեն տալիս է, որ ապացույցները կեղծ ապացույցներ են, որոնք ու իմ նկատմամբ կեղծ մեղադրանք է դրած։ Այդքան բան, որ ես դեմ եմ ապացույցների հետազոտմանը։ Եթե վարույթը էտալի ապացույցների հետազոտմանը, ես եւ իմ պաշտպանը դուս ենք գալի դատարանի դաշտ։ Ուրեմն բարձրացնում է դեպի նախ դատական նիստի դալիճից ձեր դուրսգալը արգելվում է, դատական նիստի կարգի խախտում է, թե չեք կարող ասել, եթե դուրս եք գալիս, հակառակ դեպքում ձեր նկատմամբ սանկցիա կիրառվում։ Պարզաբանում է նաև, որ ձեր պաշտպանի կողմից նիստի դալիճը եկել կարող է անհարգալից վերաբերել անկախ նրանից, որ այս պայմանագրերի մեջ չունի, դատարանը պետք է թույլ տա, որ անձը եկի դատական նիստի դալիճը։ Հակառակ դեպքում հիշեցնում է պարզաբանում, որ դա կարող է գնահատվել դատական նիստի խախտել, եւ եթե հաստատվան առանձնախագահության նկատմամբ իրական դատավարության կարող եք իրավորել դատական սանկցիաներ, այդ թվում եւ նախազգուշացման տեսքով եւ համապատասխան միջոցությամբ հաստատությունների պալատին ընդունելու տեսքով։ Ինչ վերաբերում է ձեր հայտարարությանը, որ ձեր պարտադիր ուշադիր եղեք, բազաբանել են ներկայացնել բազաբանում, դատական նիստի մասնակցում են մեղադրանքի կողմը եւ պաշտպանության կողմը։ Պաշտպանության կողմի երբ ասվում է կարող է կարծիք հայտնել, խոսքը միայն պաշտպանը չի եղել։ Մենք պաշտպանին, ասում եք ասում եք, խոսելուց, դա նույնպես կարգի խախտում է, ուրեմն եթե այսուհետ կասվի, հնարավոր է, որ լավ չեք ընկալել, այսուհետ եթե կասվի պաշտպանության կողմը կարող է կարծիք հայտնել, ուրեմն այսօրության դուք կարող եք ձեր կարծիք հայտնել։ Դուք շատ լավ ընկալելով, երբ ասվում է պաշտպանության կողմը կարող է հարցերը տալ, դուք հարցերը եք տալ, հասկանալ։ Այնուամենայնիվ դատարանը որոշում է կայացրել։ Ես միջնորդությունն եմ։ Ուրեմն դատարանը որոշում է շարունակել ապացույցությունը, իրական ապացույցը հետազոտելով եւ տեսարժույթ։ Դատարանը խախտում է իմ իրավունքները։ Հարգելի դատարան, դատարանը խախտում է իմ իրավունքները։ Ու կոպիտ ձևի է խախտում։ Դա հայտարարություն է, միջնորդություն չէ։ Միջնորդում եմ դատարանի ինքնաբացար կարգում, դատախազությունը դատարանն է։ Որովհետև կոպտորեն խախտում է իմ իրավունքները։ Ինքնաբացարկի միջնորդություն եք ներկայացնում։ Ներկայացնում եմ ինքնաբացարկի եւ դատախազին եւ դատավորին։ Չէ, մեկ ներկայացնում։ Միաժամանակ։ Գուցե ձեր պաշտպանը երբ քննարկի ինչ կարգով ներկայացվի։ Ես սկզբից ներկայացնում եմ դատարանի նախագահով դատավորի ինքնաբացարկը, դրանց հետո նոր դատախազին։ Ինքերն պիտի ասեք։ Ինքերն ասում են, կոպտորեն խախտում է իմ իրավունքները։ Ասեք, ինչու՞ է խախտում է նրանում, որ ես նախ ինձ չի հարց ուղում, ես դեմ եմ, թե կողմ եմ, այդ միջնորդությանը, որոշում է կայացնում, որը ապօրինի է։ Այդ ապօրինությունների դեմ ելնելով, ես բացարկի միջնորդություն եմ ներկայացնում։ Եվ
Միջնորդություն ներկայացրեցի, հիմա հայտարարություն եմ անում։ Եթե դուք մտածում եք, խնդրում եմ, միջնորդություն ներկայացրեցի, քննարկենք դա։ Դե քննարկեք։ Հետո հայտարարության համար ասացին ձեր ձայն եք բաղում։ Քննարկեք հետո հայտարարություն անմիջապես արվում։ Խնդրեմ Ղարաբաղյան ձեր կարծիք։ Դա միանում պաշտպանի միջնակցությանը դուք հանդես եք պաշտպանյալին դուք հանդես եք գալիս որպես մեղադրանքի կողմ եւ չեք իրականացնում արտահայտությունը եւ սա հեշտական անգամ հիմնավորում է որի պաշտպանյալը քաղաքական բանդակեր է դուք կատարում եք զուտ քաղաքական պատվեր Բաղրամյան 26-ի պատվերը եւ եթե դուք շարունակեք այդ ապացույցը հետազոտել ես նիստերի տարի չլկեմ քանի որ ձեր գործողությունները ապօրին են Արտաբանում են ձեզ հասկանալ մեկ անգամ ևս անհրաժեշտ եմ արտաբանել նաև հետևյալը, որ ձեր կարծիքը հայտնելուց դուք պետք է ուշադիր լինեք եւ դատարանի նկատմամբ անհրաժեշտ արտահայտություն չգործածեք։ Այդ դա նույնպես ձեր մասին չի խոսքը։ Դա նույնպես կարող է գնահատել հիմա ուրեմն ինքնավարչական ներկայացվեց դատարանության մասնակիցները, քանի որ այն ստեյության կարող են կարծիք հայտնել պաշտպանության կողմ հայտնեց իր կարծիքը նրա վրա Այլ դատարանագծում եմ, որ անհիմն է, քանի որ պաշտպանական կողմը խոսում է տվյալ ձևով ստանալ իրենց ցանկալի դատաքննության ընթացք, որևէ կերպով չի պատճառաբանում, իրավունքի խախտում հարգել դատարանը։ Եթե համաստանյալն ասում է դատախազությունը կարող է ուղղորդել տվյալ տեսակետությունը ցույց տալով ուրեմն հարգելի խանդոյան, ես ձեզ իրազեկեմ, որ տվյալ տեսակետությունը դատախազության ու ավելի շուտ է քան դատարանը։ Քանի որ մենք իրական գործը ստանալու ստացել ենք այդ տեսաեզը, եւ եթե նման նպատակ, նման ցանկություն լիներ վկաներին ուղղորդելու, ապա վաղուց դարած կլիներ, բայց դատախազությունը նման ապօրինի կերպով նման ճանապարհներով չի շարժվում։ Եթե առաջինը, երկրորդը Դատականիստերի դարաճը լքելու պատճառաբանությունը դա փորձում եմ դարձնել որպես սպառնալիք դատարանից ցանկալի որոշում ստանալու համար պաշտպանական կողմից, քանի որ մեր կա պահանջ հայտարարություն, թե պաշտպանական տակտիկայից ելնելով մենք ուզում ենք դժողներին հարցակցնել, հետո նրանց լուսապացուցների որևէ կերպով չհաստատվեց արգելի դատարանը։ Ինչ վերաբերում է, որ ինձ հարց չի տալի Խանբոյանի հայտարարությունը տվյալ դատարանի կողմնակալություն է դրսևորում, ապա բոլորիս կողմ պարզ լսելի եղավ, ասում եմ արգելի Խանբոյան, ասում եմ պաշտպանական կողմին Պաշտպանական կողմը մտնում է ինչպես պաշտպան, այնպես է դուք։ Եթե պաշտպանը ձեզ հեր չի տալի ինքն առաջին է ելույթ ունենում, հետո դուք ինչ-որ ընդմիջումով եք ելույթ ունենում, դա ձեզ որևէ իրավունքի չի սահմանափակում կամ ձեր։ Դուք բազմաթիվ անգամ ականատես եղաք, երբ պաշտպանական կողմին հարց է տրվում, դուք հանգիստելով ձեր հարցերը կարող եք ներկայացնել եւ պատճառաբանել։ Հետեւաբար գտնում եմ արգելի դատարան, նշված միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է ներառման։ Դատարանը պաշտպանությունից հետո որոշում կա։ Դատարանը ասում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, քանի որ ինքնապատասխանատվությունը ինքնակայության իրականացման խորհրդակցական սենյակում։ Պետությունը շատ լավ պետություն է, բայց իր դատական համակարգը լրիվ տաղի վրա են արել ձեր նման դատավորներն ու դատախազները։ Դու չեմ նստում, սպասեք մինչև վերջ ասեմ դատում եմ ձեզ այս պահին։ Չեք ընդհատի, որովհետև ես հələ հայտարարությունից չեմ փրկել։ Մի րոպե, նախազգուշացնում եմ ձեզ, դուք դատական նիստի կարգ եք այս պահին խախտում։ Ես դատական նիստի կարգը չեմ խախտում։ Ես կարևոր ուրեմն պարզաբանում հայտարարությունից չեմ փրկել, հարգելի դատարան։ Հիմա լսեք դատարան։ Թողեք ինձ որոշումը բրծնենք, դասը որոշում կայացարանի որոշումը։ Ինչու առնելով Ռամբաստանյան Խանդոյանը խախտում է դատական նիստի կարգը եւ նախագահողի պահանջի դադարեցնել հայտարարությունը շարունակում է հայտարարությունը ղեկավարվելով քրեական դատարանության օրենսգիրքի 314-ում դատարանը որոշում է դատական սանկցիա կիրառել Խանդոյանի նկատմամբ նախազգուշացման ձեր նկատմամբ կարող է կիրառվել դատական սանկցիա նիստի դահլիճից հեռացնել այդ դեպքում դատական նիստը կարող է որոշակի ժամկետ այդ դեպքում դատական նիստը կարող է շարունակվել ձեր բացակայությամբ եւ դուք կարող եք ուրեմն նիստի ներկայացնել դատաճի դատարանման ժամանակ։ Կարող է նաեւ դուք հեռացնել նիստի դահլիճից, դատավեճիրը նույնպես կարող է հրապարակվել ձեր բացակայությամբ, անապատ ձեզ հանձնելու պայմանով։ Սա ընդհանրապես բարձրաբանումն է այս պահին հայտարարել։ Դատարանը որոշել է նախազգուշացում սանկցիան կիրառել։ Հիմա մինչև պաշտպանության տալը, խնդրեմ կարող եք շարունակել։ Իմ հայտարարությունը այ հենց սանկցիաները նորից երևում է դատարանի ապօրինությունները ու հիմի դատարանը սենց շոու սարքելով
Եթե մտածում է իր զարգաշիկին ծառայություն է մատուցում, դա չարաչար սխալվում է։ Էսի շոու է, ընդամենը որ գիտես ինչ։ Ստրկատիրոջը ստրուկների պես ծառայել, դա չի նշանակում, որ ծառայում եք դուք պետությանը, դուք ընդամենը ծառայում եք միած ստրկատիրոջ։ Վերջացրեցի ես նկարագրությունը։ Թող մամա ցավդ տան, թող հեռնեմ արելի։ Լավ եղեք, դուք էլ լավ եղեք, ինչ մնացեք, սենց մեզի չեն կարա կոտրի։ Սենց մեզի չեն կարա կոտրի, մենք հաղթելու ենք,